Մեծարգո պարոն վարչապետ, այսօր կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկումների ժամանակ դուք բերեցիք բազմաթիվ թվեր, որոնք վկայում էին կառավարության մեծածավալ ձեռքբերումների մասին։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ թվերից հատկապես մեր կենսաթոշակառուների առնչվող մասին եւ հատկապես այդ մասի բարոյհոգեբանական ասպեկտին։ Ես գտնում եմ, որ այս տարվա հունվարի 1-ից սկսած, երբ ուժի մեջ մտավ առողջության համապարփակ ապահովագրությունը եւ հատկապես ապրիլի 1-ից, երբ կենսաթոշակները կտրուկ աճ արձանագրեցին, առաջին անգամ մեր հասարակության ամենախոցելի խավը, այսինքն կենսաթոշակառուները, իրական հպարտության զգացողություն ունեցան, որովհետև առաջին անգամ նրանք այլևս իրենց զավակների եւ թոռների համար ֆինանսական բեռ չեն։ Առաջին անգամ նրանց ստացած գումարը գերազանցում է կենսապահովման նվազագույն զամբյուղը եւ առաջին անգամ պետությունը գրեթե ամբողջությամբ իր վրա է վերցնում նրանց առողջապահական ծախսերը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վերջերս հայտարարեց, որ ամեն տարի գնաճի հետ կապված անդադ բարձրացվելու են այդ գումարները, որպեսզի կենսապահովման զամբյուղը չգերազանցի նրանց ստացած գումարը։ Հարցս հետևյալն է, պարոն վարչապետ, դուք որպես վարչապետ եւ առաջիկա 5 տարիների ընթացքում երկիրը կրկին ղեկավարելու կառավարությունը անց ինչ տեսլական ունեք, ավելին հնարավոր է անել մեր կենսաթոշակառուների համար եւ հնարավոր է արդյոք, որ կենսաթոշակառուները ոչ թե նվազագույն եկամուտներ ունենան կենսապահովման զամբյուղին զուգահեռ, թե կարող են միջին կենսամակարդակ ունենալ նրանք։ Որն է ձեր տեսլականը, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, հարցի համար, բայց գիտեք, հարցը ինքը բազում շերտեր ունի, ես հիմա ձեզ մի բան ասեմ, ես նոր այս ամբիոնից խոսում էի ավիատոմսերի գների մասին, այս ընթացքում ինձ ուղարկեցին պատկերներ, սկրինշոթեր, ես խոսում եմ 15 եվրոյի մասին, որ կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա։ Այսինքն մեր թոշակառուները, այսինքն 900 դրամով Գյումրի Լառնակա ավիատոմս կա, դա երկկողմանի մասին է, չէ, որ չէ, մի կողմանի մասին է։ Դե ասա համը հանել են, էլի դե անելու բաներ դա որ։ Այսինքն մեր բարձրացրած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով, թոշակառուն կարա 5 հատ տուդա ապրատնը տոմս առնի։ Հասկանում եք, որովհետև բանի խնդիրը մենակ փողի նոմինալ արժեքը չի։ Խնդիրը նաև այս հնարավորություններն է, որ մենք ստեղծում ենք, բայց երբ որ մենք ասում ենք սպառողական նվազագույն զամբյուղ, այդ չի նշանակում, որ թոշակը սպառողական նվազագույն զամբյուղը հատել է եւ կանգնել է, որովհետեւ հետվճարի համակարգով այսօր շատ ավելին է, ասենք օրինակ նախարարը ինձ ասեց, որ 120% է սպառողական զամբյուղի, այսինքն ձեր ասած խնդիրը արդեն լուծման ինչ-որ մի քայլ արել է, իհարկե կան նաև գնաճային երևույթներ, որոնք մեր ներքին խնդիրներից կախված չեն, բայց կան նաև այսպիսի երևույթներ։ Մենք հաջորդիվ ծրագիր ենք անելու, որպեսզի թոշակառուների տնտեսական ակտիվությունը մեծացնենք, որովհետև ես էլի ասում եմ 63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է։
Եվ մենք պետքա 21-րդ դարում հարգելի գործընկերներ, 63 տարեկանը, 65 տարեկանը, 70 տարեկանը, ինչ տարիք է, եթե մարդը առողջ է, առողջության համար կա առողջության ապահովագրությունը։ Եվ մեր խնդիրն է, որ քաղաքացիները, գիտեք, մենք նաև գիտենք մեր ծնողներից, որ երբ որ մարդը ակտիվ է, ինքը ավելի, այսինքն կյանքից գոհունակության մակարդակը ավելի բարձր է, ինքը գործունեություն ունի, դա շատ ավելին է, քան ուղղակի իրան որպես նվիրատվություն ինչ-որ բան տալը։ Եվ հետևաբար, այո, եւ մեր հանձնառությունը քաղաքական հետևյալն է, որ սպառողական զամբյուղից ներքև թոշակը պետքա չիջնի։ Ինչքան կհասցնենք, կկարողանանք բարձրացնել, այդ արդեն լրիվ ուրիշ հարց է եւ ժամանակի ընթացքում, հեսա որ արձագանք եք կասեմ։ Արձագանք։ Պարոն վարչապետ, ես Կարողա թանկացավ արդեն։ Բա գովազ դարի մի մարդիկ ինձ ուղարկել են սկրինշոտը 2 եվրո։ Հա? Գովազ դարինք մարդիկ առնում են գինը բարձանում է։ Վերականգնեք ժամանակը, պարոն Թորոսյան։ Հələ միջև դուք արձագանքեք, ես իմ հեռախոսը տեսնում։ Պարոն Թորոսյան, դուք արձագանքեք։ Սկսեք, պարոն Թորոսյան։ Կներեք 2.19 եվրո։ 2.19 եվրո։ Բասում եմ, գովազ դարինք հիմա։ Իրականում այս նոստերները ինքը մեկ ժամվա մեջ տատանվում է գները, դա նորմալ է, էլի հելնում է իշնում։ Հիմա ժողովուրդ ջան, 2.19 եվրո, հիմա կռիվ մի արեք։ Հա? Պարոն Թորոսյան, համեցեք։ Պարոն վարչապետ, Արհեստական բանականություն լսեց, որ շուկան ակտիվացավ, տեղում գինը բարձրացվեց։ ես վերադառնամ թոշակառուներին եւ Էս էլ է թոշակառուները։ Եվ այո, իհարկե։ Եվ այսպեսի բան ասեմ։ Եվ քչերը գիտեն, բայց մի շատ աննախադեպ բան եղավ վերջին տարիներին։ Ուրեմն Վրաստանի քաղաքացի երկխաղաքացիները շուրջ 7000 հոգի, ովքեր Վրաստանի քաղաքացի են եւ Հայաստանի հետ երկխաղաքացի, շուրջ 7000 հոգի օգտվում են Հայաստանի թոշակային համակարգից։ Եվ նրանք ամսական ստանում են 255 միլիոն դրամ գումար եւ տարեկան ավելի քան 3.1 միլիարդ դրամ գումար։ Եվ նրանց գերակշիռ մեծամասնությունը մեր ջավախցի հայրենակիցներն են։ Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության երկխաղաքացի մեր Վրաստանի հայրենակիցները եւս այս մեծածավալ սոցիալական ապահովության երաշխիքներից են օգտվում եւ սա մեծագույն ձեռքբերում է մեր հայրենակիցների համար։ Գիտեք, մեր խնդիրն է ընդհանրապես հասանելի դարձնել հնարավորությունները եւ ելի ասում եմ սոցիալական ապահովության ոլորտում, այո, մենք աննախադեպ հաջողության ենք հասել, բայց ելի ուզում եմ հերթական անգամ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, որովհետև նրանց աշխատանքի արդյունքում է, որ սա հնարավոր է։ Այսօր ես տարբեր բնակավայրեր եմ գնում, մարդիկ ասում են հետևյալ, այս խնդիրը, իհարկե ընդունելով, որ բազմաթիվ խնդիրներ լուծված են։ Ասում եմ, բոլոր խնդիրները կլուծեմ, ես էլ մի պայման ունեմ։ Չգիտեմ, ձեզնից ով է տնտեսվարող, տնտեսական գործունեություն ծավալում, թե չէ, բայց համոզված եմ, բոլորդ մտնում եք խանութ, ինչ որ մի բան առնում եք։ Երբ որ դուք առանց ՀԴՄ-ի խանութից դուրս չեք գա, ես խոստանում եմ ձեր այդ բոլոր խնդիրները կլուծենք։ Եվ ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունում ինչքան խնդիր դուք տեսնում եք, բացարձակապես բոլոր խնդիրները,
այսօր կան այն պատճառով, որ մենք բոլորս նախորդող շրջանում տասնյակ հազարավոր, միլիոնավոր անգամներ առևտուր ենք արել եւ խանութից դուրս ենք եկել առանց ՀԴՄ կտրոն վերցնելու։ Ինչքան մանկապարտեզ կա, որ պետք է լիներ, բայց չկա։ Ինչքան թոշակ, որ բարձր չի, ինչքան առողջության ապահովագրություն եւ այլն եւ այլն, այդ ամեն ինչը որ չի եղել, այդ ՀԴՄ չվերցնելու հետևանքն է։ Իսկ բանի պատերազմի կամ նախկինների երրագլուխ կուսակցությունը խրախուսել է այդ բան երկու պատճառով։ Ու այսօր էլ հարկերի դեմոնիզացիան դրա համար է գնում, որովհետև նրանք ուզում են մեր ժողովրդին հասցնեն այն վիճակի, որ տուկի թել բաժանելով ու բրինձ բաժանելով տասնյակ հազարավոր ձայներ ստանան, որ մեկին 5000 դրամ ցույց տան, ասեն, այս ուրեմն բան է, այսով է, որ 5000 դրամ ունի։ Էդ է իրանց ուզածը։ Դրա համար էլ հարկերը դեմոնիզացնում են, որովհետև այդ բանի հարկային համակարգերից իրանք են ամենաշատը օգտվել։ Իրանք են ամենաշատ, իրանց խոշոր ընկերությունները բաժանել են 25 կտորի դարձնել փոքր բիզնես ու առանց հարկ վճարելու, որ ոնց ուզեն նենց էլ ապրեն։ Էտա, նրանք ուզում են, որ չլինի դպրոց, նրանք ուզում են, որ չլինի մանկապարտեզ, նրանք ուզում են, որ չլինի ճանապարհ, նրանք ուզում են, որ առողջության ապահովագրություն չլինի։ Էտա նրանց ուզածը, հակառակը թողապացուցեն։ Բա իրանց իշխանության տարիներին այդ ամեն ինչը թոներ դնեին։